Ինչի եկար, ասեցի ես կստուգեմ, քեզ կասեմ։ Ես իմ աչքով պիտի տեսնեմ։ Ստեղ մի բան են չի։ Ինչի պետք է ինձ սենց SMS գար։ Հա ինչ, մտածում ես, որ քո քարտը ոստիկանությունից ինչ որ մեկը վերցրել է ու գնացել է առևտուր արել, հա, Հրաչ։ Ես ուրիշ բացատրություն չունեմ։ Հրաչ, երբ որ քո քարտը գտնվեց սպանվածի տանը, այդ քարտը այլևս քո քարտը չի։ Դա գործին կցված փաստացի նյութ է, որը հենց այնպես չէր կարող ոստիկանությունից դուրս գար ու գնար։ Դե դու ասա։ Դու ասա, ես ինչ SMS-ա։ Ինչի պետք է ինձ սենց SMS գար։ Աղաս, ես ուրիշ բացատրություն չունեմ։ Վստահ եմ, որ ինչ որ մեկը ոստիկանությունից իմ քարտը տարել է։ Լավ, արի հիմա կհասկանանք, արի։ Ոչինչ, Հերիկ Նազյան, դու մի տխրի։ Մենք քո կողքին կանգնած ենք։ Չենք թողնի, որ այդ տղայի կյանքը կործանվի։ Արսենս էլի միջայլոց Հերիկնաս, բարձրաստիճան ոստիկանա, ինչ պետքա ամեն ինչ կանի։ Տատի ինչ ես խոսում։ Հիշում եմ, Արտակը լավ էլ շնորհքով տղա էր։ Ամեն ինչ լավ կլինի, Հերիկնաս ջան։ Գիտես, համ էլ հիշում եմ, որ Արսենս փոքր էր, գալիս էինք ձեր տուն, Արտակի հետ խաղում էին։ Տատի ջան, ինչ ես խոսում։ Դու մի անհանգստացի, հանգիստ քնի, բարի գիշեր, Հերիկնաս ջան, ամեն ինչ լավ կլինի։ Բարի գիշեր, բարի գիշեր։ Տատի ջան, հիմա կարաս ինձ բացատրես, թե ինչի ես այդ մարդկանց անիմաստ խոստումներ տալիս։ Ես ոչ ոստիկանության պետ եմ, ոչ էլ քո ասածի նման բարձրաստիճան ոստիկան։ Կամ թեկուզ եթե լինեի էլ ոչ մի բան չէի կարող անել։ Բայց Արսեն ջան, ես համոզված եմ, այդ տղան ոչ մի հանցանք չի կատարել։ Չենք կարող մի բան անել։ Նարեկն էլ ասեց, որ կզբաղվի այդ գործով։ Հա, տատի ջան, բայց զբաղվել չի նշանակում, որ իրան կազատենք։ Մենք ընդհանրապես կարանք իմանանք ինքը ինչ կարգավիճակում է, ինչ ա արել, ինչի համար է կասկածվում։ Հա, թեկուզ դա Արսեն ջան։ Հա, էլի կանենք, բայց այդ առանց մեր անելու իր ընտանիքը պիտի իմանար։ Արսեն ջան, իսկ դու չես կարող տատիկիդ համար մի բան անես, օգնես իրանց։ Չէ։ Հասկացի, Սվետլանա Ահարոնովնա, չեմ կարող ես օրենքը շրջանցեմ։ Ու արի ես թեման փակենք։ Բայց ես համոզված եմ, որ այդ տղան ոչ մի հանցանք էլ չի կատարել։ Տատ ջան, բայց այդ գործը քո հավատալ կամ չհավատալով չեն քննում։ Փաստեր կան։ Լավ, տատի, չգիտեմ, ինչով կկարենամ կօգնեմ, բայց արի ես թեման փակենք արդեն։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, Վալես։ Հրաչ, բաչադուրի դարակը սա է։ Նայ, մեջը պիտի լինի։ Ես նաստել միայն։ Ես։ Քարտս նայի։ Քարտ։ Չես կոնը չի։ Ոնց որ կամաց որ ես գործ են հարուցում, հա։ Նայ։ Հրաչ, քարտըդ, որ ասում էի ստեղա։ Հրաչ Խաչատրյան։ Ես հաստատ ինչ որ մեկը վերցրել է ու նորից բերել է դրել է տեղը։ Բաժանորդն անհասանելի է, կամ գտնվում է ռադիոծածկ։ Չհասկացա։ Բաժանորդն անհասանելի է, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Լավ, ես գիտեմ ինչ կանեմ։ Գոնե
այս տարի բացառություն արա։ Մամ, Դե ամեն տարի նույն կերպ ես վարվում։ Դե այս տարի գոնե բացառություն արա։ ինչ ես տարի ինչն է փոխվել։ Կամ իմ կյանքում ինչն է փոխվել, որ բացառություն անեմ միացնում հեռախոսս։ Դե իրա զանգերին չես պատասխանի։ Մամ, դու շատ լավ գիտես իրեն։ Գիտես, որ ինքը մեկա զանգելով ու այնքան է զանգելու, որ ներվայնանամ հեռախոսս ջարդում։ Հա, բայց իրա պատճառով այդքան կարևոր զանգեր ես բաց թողնում, շնորհավորանքներ ես բաց թողնում։ Լավ է։ Ինչ շնորհավորանք։ Շնորհավորանքը ինչ է։ Ընդհանրապես խոսք, չէ՞։ Երբ դու ծնվեցիր, ես արդեն գիտեի, թե ում հետ եմ ամուսնացել։ Գիտեի, որ ամբողջ կյանքում փոշմանելու եմ, բայց երբ դու հայտնվեցիր իմ գրկում, ես ամեն ինչ մոռացա։ Ու հասկացա, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ այնքան ուրախ եմ, որ քեզ ունեմ։ Ու այս ուղղակի խոսքեր չեն։ Ծնունդը շնորհավոր իմ աղջիկ։ Չգիտեմ։ Մամ, կարող է ինքն։ Սպասի, չգիտեմ։ Լավ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Մամ։ Ումից է։ Չգիտեմ, ուղղակի տվեցին։ Ծննդդ շնորհավոր։ Կարեն։ Կարեն, կուրսեցի տա։ Ուրիշ Կարեն չեմ ճանաչում։ Ես ասեցի հերը տա։ Լավ, հիմա ինչ ես տխուր։ Ուրախացի, վերջ։ Ինչ ես նեղվել։ Բարի գիշեր, մամ։ Գոնե հեռախոսդ միացրու, այդ տղային շնորհակալություն հայտնի։ Ես ձեր քարտի պատճառով այսօր չքնեցի։ Մեր։ Հիշացնեմ, որ դու ես գտել այդ քարտը։ Եթե չվերցնեի, ես այսօր որտեղ լինելու հրաչը, ճաղերի ետևում։ Իսկ դուք մտածում եք, որ Խաչատուրի սպանության հետ ես ինչ-որ կապ ունեմ։ Ես լավ եմ հիշում, որ երկուսդ էլ Լավ, մի րոպե հրաչ, մի րոպե։ Շաքե, դու ինչ-որ բան ես ամեն ինչից հասկանում ես, հա, որովհետև ես ընդհանրապես պատկերացում չունեմ։ ես հաստատ գիտեմ։ Իմ գլխին սարքում են։ Այդ SMS-ը մենակ դու ես ստացել ու ոչ ոք չգիտի դրա մասին։ Ոստիկանությունից ինչ-որ մեկը տեսել է, որ ես ստեղ եմ։ Եկել է քարտս վերցրել է, տարել է օգտագործել է, որ բոլորը մտածեն, որ իրեղեն ապացույցը, այսինքն իմ քարտը ես եմ գողացել։ Բայց այդ դեպքում էլ ինչի է բերել նորից դրել տեղը, հա։ Լավ հարց է։ Տարել է, բերել է, հետո կարող է չբերի։ Իսկ կարող է ինչ-որ մեկի բանկային հաշվին կցված է քո հեռախոսահամարը։ Ես չգիտեմ։ Դե եթե տենց է, ուրեմն SMS-ը քեզ պիտի գար։ Հիմա այդպիսի բան եղել է հրաչ, թե չէ։ Ասում եմ չգիտեմ, աղաս։ Լավ, ինչ որ է։ Գործարքը եղել է այդ քարտով, բանկը գիտի դրա մասին, հստակ կարելի է իմանալ, երբ ա եղել, ոնց ա եղել, որտեղ ա եղել։ Մնում սպասենք, մինչև առավոտ։ Լավ, դուք սպասեք, ես գնացի։ Դու չէ, մենք էլ ենք դուրս գալիս։ Եղավ, դե ուրեմն լուր կտակ ինձ։ Հա, աղաս, Նարեկը հետս է։ Լավ, հիմա կգանք։ Չէ, չենք ուշանա, աղաս։ Լավ։
Դատին ճիշտ էր ասում։ Այդ տղին բռնված է։ Ավազակային հարցակում կողոպուտ ու մեկը գույքի վնասում։ Տենց սիրուն մի հատ ճոխ հոդվածների փունջ։ Իսկ ապացույցներ կան։ Դե կան էլի, որ մինչև հիմա բաց չեն թողել։ Բայց այդ դեպքում ինչի գործը առաջ չեն տալիս։ Թող դատախազություն ուղարկեն։ Դու Մարգարյանին չգիտես։ Լսել եմ իր մասին, բայց այդ ինչ կապ ունի։ Ինքը շատ ծանր մարդ է։ Իրան դրել է ես իմ տեղը, նենց որ լավ կլինի, որ հետը գործ չունենաս։ Այդ ինչ պիտի անի, որ Նարեկ։ Ընդամենը ուզում եմ երկու հարց տամ։ Հենց այդ երկու հարցը կարող է իրեն դուր չգա։ Բայց գործընկերներ ենք, չէ՞։ Արսեն, որ իմացավ քո ծանոթն է, այդ իրա դուրը ընդհանրապես չի գալու։ Ու ինքը մի տեսակ նենց մարդ է, որ սիրում է էլի վերևների հետ զրուցելը։ Պետի։ Ոչ միայն պետի, նախարարի, փոխնախարարի, ԶԼՄ-ների, նենց որ լավ կանես հետը գործ չունենաս։ Նարեկ մի խոսքով այդ ինչ չի հետաքրքրում։ Գալիս ես գնանք Մարգարյանին տեսնենք։ Չէ։ Աղասը կանչել է։ Դե ուրեմն դու գնա աղասի մոտ, ես էլ գնամ իրան տեսնեմ։ Աղասին բայց մի բան կասես էլի։ Մի քիչ հետո կգամ։ Արսեն, այդ ծանոթդ մի բան արել է, իսկ հիմա դու պատրաստ լինի պատասխան տա։ Դու այդ դրա հետ գործ չունես։ Խորհուրդս լսի էլի։ Նարեկ, ես չեմ ուզում գնամ ասեմ իրան բաց թողեն կամ աչք փակեն արածի վրա։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ է կատարվում։ Կոֆե խմել ես։ Նարեկ ինչ ես մենակ։ Արսենը ստեղ է։ Ասել է երկուսով գա, կուրա։ Դե չգիտեմ, ասես դու ինչ որ գործով տեղ հետո Լավ։ Հիմա ինչ որ ասելու եմ, ուշադիր կլսես ու կփոխանցես իրան ու կանցնեք գործի։ Հրաչը գիշերը նամակ է ստացել, ու այդ նամակն եղել է բանկից։ Տեղեկացրել են, որ քարտի մեջ անբավարար միջոցներ են։ Հրաչի կարտը մեր մոտ չի։ Հրաչի քարտով ինչ որ մեկը փորձել է գումար կանխիկացնի կամ փոխանցում անի, բայց չի ստացվել։ Բայց ո՞նց է դες բան հնարավոր։ Այ հենց դա էլ պետք է պարզեք։ Մենք։ Հա։ Ես չեմ ուզում, որ հրաչը ջրի երես դուրս գա, ու պետք չի, որ իրան ոչ մերոնք նկատեն, ոչ էլ Համլետ ենք։ Հա, խնդիր չկա։ Բայց այդ քո ասածից դուրս է գալիս, որ մեր աշխատողներից մեկը Կամ էլ ավելի վատ։ դրանից վատ էլ ինչ։ Որ սրանք այնքան են հղպացել ու կարողացել են մարդ մտցնել ոստիկանություն ու հասցնել միջև հատուկ իրերի պահպանման բաժին։ Սոն, Մարդաուր ես չկաս։ ես լսարանում դուք։ Մենք տանիքում, արի տանիք, Տիկին Բակունցը այստեղ այսօր դասանում, հատուկ հանձնարարություն է տվել։ Տանիք։ Այդ ինչ հանձնարարություն է։ Լավ։ Մարդա կլինի արագ գաս։ Ասացի ստեղ է։ Երեխեք։ Երեխեք։ Happy birthday to you. Joyeux anniversaire. Es día rождения, Marta. Ես ամենալավ բաները Մարթա ջան։ Ես շատ եմ սիրում։ Ամենալավ բաները քեզ։ Ես սկզբում իրականում քեզ չէի սիրում, որ նոր էի եկել էլի մեր կուրս, բայց քիչ-քիչ սկսեցի համակերպվել։ Իսկ քանի որ այսօր ծնունդդ է, դու ունես անակնկալ։ Օ։ Մի հատ էլ սրավորից վերցու։ Անտիր։ Օխաշ։ Ապրեք։ Հա բայց ով է տորտ ուտելու, այդ բայք հետո լսարանում կուտենք։ Ճիշտ է։ Երեխեք, բայց ինչի հենց տանիքում։ Որ Տիկին Բակունցը չնկատի, որովհետև իրան հարցրեցինք, ասեց՝ մանկապարտեզ չի, ստեղ տենց բաներ չեն անում։
Բայց իմ ծնունդը ավելի ճոխ կկազմակերպեք, էլի։ Ապրեք, երեխեք, իրոք շնորհակալ եմ, բայց կարծում եմ իրականում կարիք չկար։ Դե վերջացրու։ Չէ, իրոք, լուրջ։ Կարիք չկար այս ամեն ինչի։ Մարթա, ինչի չես կարողանում ուղակի ուրախանալ։ Պարզ հասարակ բաներից։ Նայել մարդկանց, ովքեր ուզում են քեզ ուրախացնել, ժպտալ, ընդունել, որ դու արժեքավոր ես, սիրված, կարևոր։ Ու ուղղակի ուրախանալ այդ պարզ բաներից։ Ինչի չես կարում դից։ Դե շնորհավոր։ Ապրեք, երեխեք, իսկապես շատ շնորհակալ եմ։ Կպայես մին։ Կներեք։ Ալո։ Ուրախացա մենակ։ Հիմա։ Դուրս։ Հա, ես եկա։ Հետո վերասա թողած տեղ։ Ես հեսա մի րոպեից եկա, հա։ Կրեմը սրբի։ Դե լավ չկա եկեք տորթ ուտենք։ Չէ, սպասենք Մարթան գա նոր։ Տորթը հետո կուտենք։ Ես տեղ ավելի համով բան ունեմ։ Այդ ինչ ունես այդտեղ։ Համով երեխեք։ Հա, դե լտուր։ Տուր։ Երկի կտամ։ Ամար տուր։ Jumabibach diverser. Joyeux anniversaire. Հետո կերքեմ դուր։ Բարեկամը դա։ Մտերիմ մարդու բարեկամը։ Մտերիմ մարդու բարեկամը հանցագործը։ Ապացույցներ ունենք արդեն, հա։ Դու չգիտեմ, բայց ես ունեմ։ Ինչի գործը առաջ չեք տալիս։ Դու որպես իրա փաստաբան ես տեղ։ Չէ։ Ուղղակի տնեցիները ասում են, որ ոչ մի բանից տեղյակ չեն։ Ես էլ ուզում եմ իմանամ ինչ կարգավիճակում է։ Տնեցիները դու այդ լակոտին փոքրուց հետևեին, որ գող հանցագործ ու սրիկա չմեծանար։ Արքարյան ջան, խնդրում եմ էլի։ Արի առանց վիրավորանքների։ Սիտը ցաված։ Լավ։ Ինձ ուղղակի ասա, երբ կարան տեսնեն իրանց երեխուն։ Երբեք։ Այսինքն ժամանակը լրանում է։ Կամ պիտի բաց թողնեք, կամ պիտի գործ հարուցեք։ Արքարյան։ Կամ էլ ասա, երբ կարան գան իրանց երեխուն տեսնեն։ Երբեք չեն կարա տեսնել։ Ինչ ա եղել։ Այդ արդեն օրենքի խախտում է, Մարգարյան։ Ստե օրենքը ես եմ թելադրում։ Չհասկացա։ Նարեկ ես ովա տարելի ստեղից աղբոր պես։ Հասկանում ես, Նարեկ։ Ապացույցներ չունեն ու անիմաստ պահում են, ձգձգում են գործը։ Չունեմ, կունենա։ Այդ որտեղից պիտի ունենաս։ Հարցն մի րոպե էլի։ Արքարյան ինչ ա եղել։ Ապացույցներ չունեմ։ Փոխարենը կունենամ խոստովանություն։ Այսինքն ինքն է խոստովանել է։ Խոստովանի։ Չէ, ես ընդհանրապես չեմ նեղանում, որ ամբողջ գիշեր չկարողացա քո հետ կապ հաստատել, զանգել քեզ։ Չէ՞ որ ծնունդդ է։ Դե պետք է լինի մի օր, որ դու անես այն ինչ որ ուզում ես։ Շնորհավոր ծնունդդ։ Մտածում ես ուղղակի չի ուզում զանգերիդ պատասխանել, կամ ուղղակի չի ուզում քո հետ խոսել։ Բայց ես ինչ որ վատ բան չասեցի քեզ։ Ես ուտեք եմ շնորհավոր եմ ծնունդդ։ Կար դու պատկերացում անգամ չունես, թե ինչի եմ հեռախոսս անջատել կամ ինչի չեմ ուզել, որ որևէ մեկը ինձ զանգի գիշերով։ Մարթա ինչ ա եղել։ Չես գալիս ներս։ Խնդրում եմ ասա ինչ ա եղել։ Ամեն անգամ ծնունդիս գիշերը ինքը զանգում է։ Պապատ։ Տես ամեն տարի ինքը զանգում է տարբեր համարներով։ Ես էլ միշտ պատասխանում եմ, որովհետև չեմ մտածում, որ այս անգամ էլ է ինքը, բայց վերջերս որոշել էի, որ արդեն ամեն անգամ ծնունդիս գիշերը պիտի հեռախոսս անջատեմ ու որևէ զանգի չպատասխանեմ, որովհետև մեկը ինքն է լինելու ու ուղղակի այսպես անհնար է։ Իսկ տուն չի գալիս քեզ շնորհավորելու։ Չէ, չի համարձակվի հաստատ։ Բայց նվերներ ա ուղարկում ամեն տարի իմ ծնունդին գիշերը։ Ու երբ որ դու նվեր էիր ուղարկել, ինձ թվում էր, որ իր նվերն է։ Ու այդպես վախեցա, չկարողացա նորմալ ուրախանամ անգամ։ Կներես։
Կներես, ես չգիտեի, որ դու տենց կվախենաս։ Բայց կարևորը այն է, որ ինքը չի գալիս ձեր տուն ու քեզ չի շնորհավորում։ Գոնե դրա համար ես շնորհակալ եմ իրան։ Երեխեքը փոքր բան են կազմակերպել։ Չես գալիս։ Չէ, դու գնա, ես է կգնամ, բայց դու աշխատի ուրախանաս, լավ։ Արսեն այդ բանկից պետք է իմանանք որտեղից են փորձել փողը հանեն։ Մարգարյանը իրան ընդհանրապես ում տեղն է դրել։ Պատկերացնում ես Արս։ Հրաչի քարտը դրած ա եղել ու մեկը որոշել է որ պետքա գա վերցնի։ Արեք ես ուզում եմ այդ արտակին տեսնեմ։ Ինչ։ Դու տեսար ոնց էր իրան պահում այդ Մարգարյանը։ Արսեն մի մոռաց, այդ Մարգարյանը ինպես կոպես ոստիկան։ Չէ, Նարեկ, ինպես քոպես չի։ Մենք երբեք տենց չենք խոսում։ Ուզում ես ճիշտը իմանաս։ Ինձ մեծ մասը դուր չի գալիս։ Դու էլ ալինում որ դուրս չես գալիս, ազդում ես։ Աղաս էլ չասեմ ոնց է վրես ազդում։ Բայց մենք պետքա միշտ հիշենք, որ մենք բարիկադների մյուս կողմում ենք, իսկ իրանք մյուս։ Ինչ ես խոսում Նարեկ։ Ինչ էլ ուզում է լինի, պետքա գոլեգայիդ կողքը լինես Արսեն։ Մեկը իր գործը մի քիչ մեղմ անում, մեկը մի քիչ կոպիտ, բայց բոլորիս ուզածը մեկն է։ Դու ընդհանրապես լսեցիր ինքը վերջում ինչ ասեց։ Ինչի՞ է դες։ Այդ որ ասեց հեսա ինքնախոստովանություն է լինելու։ Այդ ոնց է տենց ստացվում։ Այսքան ժամանակ բռնված էր ոչ մի բան չի խոստովանել, մեկ էլ հանկարծ պիտի գնա ու ինքնական խոստովանի։ Դե հիմա չգիտեմ։ Բայց դե վաղ թե ուշ բոլոր մեղավորներն իրենց մեղքը ընդունում են։ Արեք ես այդքանը հասկանում եմ։ Ես էլ եմ նմանատիպ դեպքեր տեսել։ Գիտեմ որ օրերից մի օր խոստովանում են, բայց ես երբեք վստահ չեմ լինում դրա վրա։ Ոնց կարաս վստահ ասես, որ հեսա գալու է ու խոստովանի։ Չի լինում տենց Նարեկ։ Հենց որ այդ արտակի հետ հաստատ պիտի հանդիպեմ։ Արի հրաչի քարտի հարցերը լուծենք, հետո կհասկանանք։ Բարև, հրաչ, գործը արդեն ընթացքի մեջ է, տղերքը գնացել են բանկ։ Չհասկացա, բա ես։ Դու մնաս տեղ։ Ինչքան պետք է ես իմ գործը ուրիշներին վստահեմ։ Մի րոպե հրաչ, դու Նարեկին, Արսենին, ինձ չես վստահում։ Ես վստահելու հարց չի։ Ու այս գործ չի ինձ համար, այս իմ կյանքն է, այս իմ ճակատագիրն է, աղաս։ Լավ որ գնացիր բանկ, ինչ ես անելու, հա։ Ինչ։ Ներկայանալու ես որպես հաճախորդ ու փորձելու ես պարզել, թե ինչ անհասկանալի երևույթներ են կատարվում քո քարտի հետ, հա։ Հա, հենց տենց։ Պետք չի։ Իսկ եթե դա ծուղակ է, հա։ Ինչ ծուղակ, աղաս։ Հրաչ, մենք Համլետի սարքած ծուղակներին շատ անգամ ենք ականատես եղել։ Իսկ գուցե հենց նրանք էլ սպասում են, որ դու SMS-ը ստանաս ու ինքնամոռաց գնաս բանկ։ Ու եթե իրանք բանկի մոտ դարանակալած քեզ են սպասում։ Իսկ եթե պետը իմանա, որ դու Երևանում ազատման ես գալիս, ի՞նչ է անելու, հա։ Լավ, երբ են գալու տղեկը։ Լսի հրաչ, մեզ համար հիմա ամենակարևորը քո ապահով լինելն է։ Ու հետո մի մոռացի, որ մենք մինչև հիմա պետին չենք բացատրել, թե քո քարտը ինչ գործ ուներ Զոյի տանը։ Հասկանում եմ, աղաս, հասկանում եմ։ Իսկ հիմա շատ լավ առիթ է, որ մենք կարողանանք ապացուցել քո անմեղությունը, որ դու Զոյի հետ կապ չես ունեցել։ Իսկ երբ տղերքը գան ու նորություն լինի, առաջինը դու կիմանաս հրաչ։ Ապրես, աղաս։ Դե գնացինք։
Ես էլ կուզեի բանկի կառավարիչ լինեի, ասեն սիրուն քարտուղարի ունենայի։ Վատ կոֆե ա դրել։ Բանոր դուրդ գալիս էր։ Ինքը կոֆեն չէ։ Տեր ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ծանոթ եմ խնդրու առարկային, բայց ցավոք պետք է տեղեկացնեմ, որ մենք մեր հաճախորդների տվյալները երրորդ անձանց չենք փոխանցում։ Դրա մասին մենք տեղյակ ենք ու ողջունում ենք։ Բայց եկեք չմոռանանք, որ մենք քրեական ոստիկանությունից ենք։ Իրականում այդ դեպքում էլ պետք կլիներ դատարանի որոշումը, Բայց երբեմն պետք է մի քիչ ճկուն աշխատել, չէ՞։ Դե, Դուք ինչ-որ բան ճշտեցիք։ այո, գիտենք, որ փորձ է արվել քարտի միջոցով գումար կանխիկացնել։ Դե դրա մասին մենք էլ գիտենք արդեն։ Դրա համար եկել ենք ձեր մոտ, որովհետև դուք գիտեք, չէ՞, որ բանկոմատից է փորձը կատարվել։ Լավն այն է, որ այդ փորձը կատարվել է հենց մեր բանկի բանկոմատից։ Եվ ինչպես գիտենք, բոլոր բանկոմատները ունեն տեսախցիկներ, եւ քանի որ այդ փորձը կատարվել է մեր բանկի բանկոմատից, հետեւաբար մենք այս կողմ չենք ընկնի այդ տեսագրությունը վերցնելու հարցում։ Նույնը ես եմ ասում։ Եկեք քաշքշուկի մեջ չընկնենք ու այդ տեսագրությունները մեզ տրամադրեք։ Տղեր ջան, ես քիչ առաջ ձեզ ասացի։ Շատ ներողություն այս գործից տեղյակա ոստիկանապետը։ Եթե ուզում եք, անձամբ ինքը դրա մասին ձեզ կասի։ Պարոն գեներալ, բարև ձեզ։ Ինչ գեներալ այդ տղա, դու գժվել ես։ Այժմ մենք գտնվում ենք բանկում, որ դուք մեզ հանձնարարել եք։ Բանկի կառավարիչը տվյալները չի տրամադրում ու խոչընդոտում է գործի ընթացքում։ Չէ, ես ոչ մի բան չեմ խոչընդոտում։ Այնքան ժամանակ է խոչընդոտում, որ հանցագործը շատ հնարավոր է որ փախնի։ Նարեկ, ինչ ես խոսում, Նարեկ։ Լսում եմ։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Չէ, ձեր ենթական մի փոքր չափազանցրեց։ Բարև ձեզ։ Կարող եք մեզ օգնել։ Իհարկե, փորձենք ամեն ինչով օգտակար լինել։ Բարի, շնորհակալ եմ։ Շատ լավ։ Մենք շուտով ձեզ կտրամադրենք բանկոմատի տեսագրությունը։ Շատ շնորհակալ եմ։ Հաճելի էր համագործակցել։ Հաջողություն։ Ցտեսություն։ Վայ, Հերիկնաս ջան, արդեն նեղացնում ես։ Քանի անգամ ասեցի, Արսենը զբաղվում է հիմա այդ գործով։ Արևս վկա, այդ երեխեն բան ու գործը սաղ թողած, այդ գործով է զբաղվում, չես հավատում ինչա։ Հանգիստ եղի դու։ Եղավ, հասկացար, դե լավ։ Արսեն ջան, ոնց ես բալես, հացկերար է տասա։ Հա, տա ջան, բա ինչ եմ արել։ Չէ, տատ, ես որ հաց շուտեմ քո ձեռից ոնց եմ պրծնելու։ Իհարկե կերել եմ։ Ապրես տղես, ապրես։ Արսեն ջան, ուզում էի իմանալ այդ արտակին տեսար ոնց էր։ Չէ դեռ տատ, բայց դու իր տնեցիներին էլ ասա, որ եթե այդ տղեն իրոք անմեղ է, իր այդ ոչ մի բան չի լինելու, թող հանգիստ լինեն։ Դե հա, բայց ուզում եմ ասեմ, գոնե իր ծնողները, հարազատները տեսնեին այդ երեխուն։ Դե տատ, լավ, մի բան կանենք էլի։ Հիմա չեմ հասցնում, ժամանակ չունեմ, աշխատանքի մեջ եմ։ Լավ բալես։ Ուֆ։ Հեսա, վիդեոն էլ ուղարկեցին։ Սպասենք աղասի։ Նարեկ, բայց գիտես չէ, դու կարայիր թատերական ընդունվեիր մի անգամից։ Այդ ոնց խաղացիր։ Լավ դերասաններ չէ։ Աբա ինչ։ Օսկարը չէր ձգի իհարկե, բայց ինձ կուտվեիր էլի։ Որ շատ ուզեի Օսկարը կստանայի։ Ջան, արտադիր։ Արներ։ Մեզ լավ էլ բարձր տրամադրություն ունեք։
տղա չլինի։ Տեսար աղաս դրանց գլխին ինչ խաղացինք։ Այ տղա, այդ ինչու՞ին խաղացիր գլխիս, հա։ Եկքա տղա ես։ Պատկերացնում ես ոստիկանապետը իմանա, որ իր անունից ինչ որտեղ ներկայացել եմ։ Այ որ դրա մասին չխոսաս, չի էլ իմանա։ Արդեն ուղարկել են տեսագրությունները։ Հա, հիմա կիմանանք հետո բա։ Ես կարամ գրած գամ, որ դեմքը չի երևում։ Այդպես կարա ասի այն մարդը, ով որ անձամբ է քարտը դրել բանկոմատի մեջ։ Ես։ Չէ, աղաս ջան, ուղղակի ես հասկանում եմ, որ այն մարդը, ով ուզել է հրաչի քարտից փող հանի, չէր ուզի, որ իր դեմքը երևար։ Իրականում ես էլ դրանից վախենում, բայց հիմա կիմանանք։ Եկելի որ խանգարում եմ, բայց մի րոպե։ Ու այլ տեսախցիկներով էլ կհամեմատենք ու կհասկանանք թե ով է։ Տեսար չէ, հենց իմացան ում հետ ենք խոսում, մի անգամից ուղարկեցի։ Հիմա կարաք ուղղակի նայեք էկրանին ու տեսնեք։ Սա ապուշալ արի։ Բա, դու էլ ասում ես դեմքը չի երևալու։ Տղեկ եսա, գտեք սրան, այ եսա ոստիկանությունից քարտը հանել, գտեք։ Զեկա հասկանանք սրան ոնց են գտնում։ Ինձ կներեք ես մի հատ հեռախոսով խոսամ կամ։ Ում հետ։ Տատիկիս Նարեկ։ Պես ամաչում աստարից խոսա։ Երևի։ Իմ մարի միկն է։ Արտակ ես Արսենն եմ։ Հիշում ես ինձ։ Փոքր ժամանակ իրար հետ խաղում էինք։ Սվետա տատիկի թոռը։ Արսեն։ Դու ստեղ։ Ես ստեղ աշխատում եմ։ Դու գիտես ինչի մեջ ես մեղադրվում։ Արսեն, ամեն ինչ նորմալ է, ես չեմ բողոքում, ամեն ինչ լավ է ինձ հետ։ Բայց ես քեզ ուրիշ հարց եմ տալիս։ Չէ, Արսեն, ամեն ինչ նորմալ է, մենոնց էլ տենց կփոխանցես։ Դու ես գողություն արել, մարդ ծեցել, հա? Խոսա։ Արտակ, քո ընտանիքի անդամները, նույնիսկ տատիկս, ոչ մեկ չի հավատում քեզնից տես կեղտոտ արարք։ Գիտես հիմա բոլորը ոնց են տանջվում։ Իսկ դու մականպես նստել այստեղ չես էլ ուզում խոսես, որ հասկանանք ինչ է կատարվում։ Արտակ խոսա։ Դու գիտես, որ Մարկերյանը ճիշտ էր։ Խաղում է, ես մեղավոր չեմ։ Քիչ կամաց խոսա։ Ու հիմա ասա հասկանամ ինչ է կատարվում։ Ինչ ա եղել Արտակ, ինչու ես ես վիճակում։ Ինչ։ Ինքը քեզ ինչ Արտակ։ Ցեցումա։ Մամա։ Մամային առևանգել են հեռախոսն ընկել է։ Պետը գժված է, շատ գժված է, բա ինչ անի խեղճը, հրաչը հանցագործության մեջ է մեղադրվում, մենք բոլորս հրաչին ենք ման գալիս,
Բայց դուք Հրաչի հետ կապի մեջ եք ու ոչ մեկ չգիտի։ Չհասկացա։ Էս ի՞նչ պահված կա։ Ես ինձ եք մեղադրում, հա։ Ես եմ մեղավոր։ Այդ ամեն ինչը քո համար կարող ալիբի լինի, հասկանում ես։ Արա խոսա, ինչ եղավ քեզ։ Այդ որոշեցիր գլխիցս թռնել, հա։